Ես Կարինե Ասատրյանն եմ, ես Ամեփլյուս հեռուստաընկերության լրագրողն եմ։ Մեր հեռուստաընկերությունը արդեն 7 տարի է ունի եթեր, քանի որ 2002 թվականի ապրիլի 2-ին վերիշխանությունների կամքով հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը զրկեց մեր հեռուստաընկերությանը եթերից։ I'm a journalist working for A1 Plus TV. For 7 years we do not broadcast our programs because in the year 2002 our government deprived us of the license. It did the National Commission on Radio and Television. Համարյա 7 տարի մենք սպասում ենք որպեսզի եթեր վերադառնանք, սակայն մեր կառավարությունը ամեն ինչ անում է այդ ցույց տալու համար։ For about 7 years we're trying to get back on air, but it seems that the government is doing everything to prevent us from appearing on air again. Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ազգային ժողովը ընդունեց օրենք, ըստ որի որոշեց, որ մինչև 2010 թվականը չի անցկացվելու կապուղիների մրցույթ։ In September this year, the National Assembly of Armenia adopted a law according to which there won't be any tenders for frequencies until the year 2010. Այսինքն դա նշանակում է, որ Ամեփլյուսը վերստին եթեր վերադառնալու հնարավորություն չունի մինչև 2010 թվականը։ So this means that A1 Plus will have no opportunity to get back on air by 2010. Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ ազգային ժողովի այդ որոշումից հունիսին Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը որոշել էր, որ խախտվել է խոսքի ազատությունը, կոնվենցիայի 10-րդ հոդվածը զրկվել Ամեփլյուսի եթերից։ And this is after the decision of the European Court on Human Rights, which was taken in June this year. The court decided that the right to freedom of speech was not respected by closing down this independent TV station. 2009 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում լսվել է Հայաստանի հարցը եւ այդ բանաձևի բաժների կատարման ժամանակ լսվելու է նաեւ թե ինչպես է կատարվել մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը եւ արդյոք Ամեփլյուսը ունի հնարավորություն վերադառնալու եթեր թե ոչ։ In January 2009, the Council of Europe will have hearings on Armenia and the issue how Armenia is respecting the decisions of the European Court on Human Rights will be on the agenda. Եվ մենք հույս ունենք, որ գոնե այդ նոր բանաձևի ընդունումից հետո մեր կառավարությունը կվերանայի իր որոշումը եւ հնարավորություն կտա Ամեփլյուսին վերադառնալու եթեր փոփոխելով օրենսդրությունը։ And we are hopeful that after the resolution that will be passed at that session, our government will revisit their decision and A1 Plus will have another chance to get back to air. Let's mention the internet side again. Now you're on internet. Ներկայումս եթերազրկումից հետո Ամեփլյուսը ունի իր ինտերնետային կայքը, որն ավելի զարգանում է եւ զարգանալու է, եւ մենք հիմա աշխատում ենք ինտերնետային կայքի համար, որը ունի ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն եւ անգլերեն տարբերակներ։ When A1 Plus was taken off the air, we started to work on internet and we are constantly trying to improve our internet and we have Russian language and English language interfaces on our internet site. And can you give the internet site? Եվ մեր ինտերնետային կայքի հասցեն է 3w.a1plus.am. And our internet site is www.a1plus.am. Thank you.